անխոչնդոտ չի նշանակում օրենքի ես չգիտեմ իրենք ինչ են հասկանում մենք ասում ենք մեր սկզբունքները եւ ասում ենք որ մեր սկզբունքների շրջանակում մենք պատրաստ ենք գնալ բարձրացումների տեսեք Ադրբեջանը ստեյության ասում է որ Հայաստանի Հանրապետությունը քանի որ լուծումներ չի տալիս եւ լուծումներ չի առաջարկում կամ ինչ որ մի բան մենք դրա համար Ադրբեջանը որոշում է կայացրել որ պետք է օգտվեն Իրանի երթուղուց այսինքն սա նշանակում է որ Իրանի երթուղին եւ պայմանները իրանց համար ընդունելի են հակառակ դեպքում իրանք չեն օգտվի դրանից եւ մենք որպեսզի նաեւ այս համատեքստում ամեն ինչ բարձ հասկանալի լինի եւ մենք ասում ենք որ պատրաստ ենք նույն պայմաններով ինչ պայմաններով Իրանի Իսլամական Հանրապետությունով են անցնում նույն պայմաններով ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքով որպեսզի ի ցույց դնենք թե այն ընկալումը որ մեր առաջարկած պայմանները Ադրբեջանին կարող են ընդունելի չլինել, իրականությանը չեն համապատասխանում։ Եթե նույն պայման ընդունելի է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով անցնելու համար, ինչու պետք է ընդունելի չլինի Հայաստանի թուղթը չի այդ հարցում դառնում նաև իրենց ձեռքին խաղակարդ ոչ մի խաղակարդ ինչքան դա խաղակարդ է այդտեղ որևէ այլ մեկնաբանության տեղ չկա ես եթե չեմ սխալվում ամռանը Երևանում տեղի ունեցավ քննարկում հրապարակային խաղաղության խաչմերուկ նախագծի վերաբերյալ եւ ես նաեւ իմ ելույթում մանրամասն անդրադարձել եմ նոյեմբերի 9-ի ասում եք գրեթե նույնականն են խաղաղության խաչմերուկը եւ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը ես ուրիշ բան եմ ասում ներողություն մի հատ որպեսզի բարձր լինի ես ասում եմ նոյեմբերի 9-ի Երակոմ հայտարարության 9-րդ կետում չկա մի բան որից ենթադրվում է որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ինքնիշխանությունը իրավազորությունը պիտի որևէ ձևով նսեմացվի այնտեղ չկա մի բան որ երրորդ ուժ պետքա մեր երկրի տարածքում ներկայություն ունենա եւ ներողություն կասեմ հեսա եւ այնտեղ հստակ փոխադարձության սկզբունքը արձանագրված այս առաջինը վերահսկողությունը ըստ էության ինչի վերահսկողությունը հասկանաք շատ կարևոր է այդ հարցի պատասխանը ստանալ եւ որտեղ վերահսկողությունը մենք այդ հարցին տվել ենք պատասխան եւ ասել ենք որ դա կարող է լինել եւ մեր ընկալմամբ դա կարող է լինել մոնիտորինգի գործառույթ որը կարող է իրականացվել Մոսկվայից կամ չգիտեմ արբանյակային կապի միջոցով արբանյակային գործիքների միջոցով ել չեմ ասում ամենակարևորը նոյեմբերի 9-ի Երակոմ հայտարարությունը միայն 9-րդ կետ չունի բայց ֆիքսված չէ պարոն վարչապետ որ մեկնաբանության տեղիք է տալիս ֆիքսված այդ թվում 2020 թվականի նոյեմբերի 10-ի Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրի որտեղում պետք է չլինի տեսեք ուրեմն ելի եմ կրկնում որևէ տեղ որևէ բան գրած չի որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ինքնիշխանությունը իրավազորությունը որևէ կերպ կարող են ասել չկա այդպիսի բան դա բացառված է ովքեր ասում են որ Հայաստանի նման պարտավորություն ստացվել ճիշտ չեն ասում ուղղակի ես վերահսկողության այդ գործառույթի մասին եմ հարցնում մեկնաբանում եք դուք մի ձև Ադրբեջանը ես չեմ մեկնաբանում մի ձև ես ասում եմ Հայաստանի ինքնիշխանությունը իրավազորությունը տարածքային ամբողջականությունը որևէ կասկածի ենթակա չի եւ չի կարող լինել մնացածը ուրիշ ժանրի պատմություն ես չգիտեմ ով է կասկածի տակ դնում ես ասում եմ որ դա չի կարող կասկածի տակ դրվել Ինչ է տակվում ով է կասկածի տակ դրվում ես ասում եմ որ դա չի կարող կասկածի տակ դրվել Պարոն վարչապետ տեսեք մենք գնում ենք Հայաստանը գնում է խաղաղության հա բայց մեր ընդդիմադիր դաշտից շատ հաճախ են խոսում որ սա խաղաղություն չէ ինչպես նաև Սերժ Սարգսյանը հայտարարեց որ Լեռնային Ղարաբաղի էջը փակված չէ իրենք պետք է այդ հարցը մտցնել նորից քաղաքական օրակարգ այս հայտարարություններին ո՞նց արձագանքեք Ես այդ հայտարարություններին արձագանքել եմ նույնիսկ այդ հայտարարությունները արվելուց առաջ եւ ասել եմ որ Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվել։ Եվ Փաշինյանը ասում է իշխանազավթում էր ոչ թե ժողովրդի կամքի Ով ասում։ Սերժ Սարգսյանը։ Թող Սերժ Սարգսյանը գնա տեսնի թե ինչ էր ասում ինքը այն ժամանակ։
Սահմանազատման գործընթացից ինչ նորություն կա, տպավորություն է, որ գործընթացը կանգ է առել, ինչպես որ կար մտավախություն, որ հերթը չի հասնի օկուպացված տարածքներին։ Գիտեք, մենք դրա հետ կապված շարունակության տրամաբանության հետ կապված նույնպես մեր առաջարկությունը գրավոր կերպով փոխանցել ենք Ադրբեջանին եւ սպասում ենք նրանց Բայց քանի որ չեն արձագանքում պարոն Փաշինյան, ոչ ապաշրջափակման առաջարկներին, ոչ սահմանազատման առաջարկներին, տպավորություն է, որ փակուղային իրավիճակ է։ Ես չեմ կարծում, թե փակուղային իրավիճակ է եւ մենք հետեւական շարունակելու ենք սահմանազատումը շարունակելու ուղղությամբ։ Հայ-թուրքական հարաբերություններն ինչ փուլում են գտնվում, քանի որ Անտալիայում նաեւ արտգործնախարարների մակարդակով հանդիպումը եղավ, երբ է բացվելու հայ-թուրքական սահմանը երրորդ երկրի անձնագիր ունեցողների։ Ինչպես տեսնում եք, նախկինում ասվածին նոր բան ավելացնելու տեղեկատվություն չկա։ Համեցեք։ Սահմանազատման հետ կապված ինչ առաջարկներ են փոխանցում։ Առաջարկները գիտեք հետեւյալի մասին են, թե ինչ տրամաբանության եւ որ հատվածում շարունակել սահմանազատումը։ Նու գիտեք, որ ընդհանուր արդեն համաձայնություն կա, որ հյուսիսից հարավ, հիմա խնդիրն այն է, թե հյուսիսից հարավի որ հատվածում իրականացնենք, մենք մեր պատկերացումներն ենք ներկայացրել եւ սպասում ենք Ադրբեջանի արձագանքը։ Դե էլի աշխատանքային, քանի որ հարցաշատ